Ես ներողություն եմ խնդրում թեմայի հետ կապ չունեցող թեմայից կխոսեմ, դրա համար վերջում որոշեցի խոսեմ։ Մենք լուրջ խնդիր ունենք, խոսքը վերաբերում է օդի աղտոտվածությանը եւ ամբողջ հանրապետությունով մեկ այդ աստիճանը շատ բարձր է, Երևանը իր դիրքի պատճառով, ցածր լինելու պատճառով ինչ որ ձևով արդեն ոնց որ կൂട്ടակային մաս լինի եւ Երևանում էլ ավելի շատ բարձրացել, քան նորմալ է, 3-4 անգամ բարձրացել է եւ երեք նաեւ վարչապետը հայտարարեց, որ խումբ է ստեղծվում եւ զբաղվելու է այդ հարցով։ Ես կարծում եմ մենք շատ անլուրջ ենք վերաբերվել, մեր մեղքը բոլորիս մեղքը կա նման խնդրին կլիմայի հետ կապված եւ էկոլոգիայի հետ կապված հարցերին եւ ուզում եմ տեղեկացնեմ հարգելի հայրենակիցներ, զարմանալ դժգոհել չլինի։ Մենք այս հարցը պետք է օրենսդրական առումով լուծենք։ Ես ենթադրում եմ, որ օրենսդրական նախաձեռնություններ կլինեն, որոնք որ ինչ-որ խմբերի կվերաբերվեն, բայց մենք պետք է որոշենք, կամ մենք թույն ենք շնչում տարբեր քաղցկեղային եւ մնացած հիվանդություններից մեր հարազատներին կորցնում ենք, կամ մենք որոշումներ ենք կայացնում, կամ մենք կատալիզատորները մեքենաների մեջից հանում ենք սիգարետների բիչոկները կտցնում ենք պատուհանից դուրս, կամ մենք այլ ինչ-որ որոշում ենք կայացնում։ Սենց չի լինի ու նորից եմ ասում, զգուշացնում եմ, օրենսդրական նախաձեռնություններ են լինելու, այն մեքենաները, որոնք հին են, այն մեքենաները, որոնք որ, չգիտեմ, տեսել եք փողոցում բոլորդ աղտոտում են, Են շինարարության նորմերը, որոնք որ են կազմակերպությունները, որոնք որ շինարարությունն են իրականացնում եւ չեն պահում նորմերը, ավազի հանքերը, այո, ավազի հանքերը նաեւ եւ մնացած բոլոր այդ բաները շատ խիստ կարգավորումների տակ են ընկնելու։ Շնորհակալություն։